Հորիզոնի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Վարչապետը այսօր Արարատում էր։ Նա ներկա է եղել GTB Steel ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը։ Նա շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին եւ արտադրական հզորություններին։ Պատասխանատուների ներկայացմամբ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112,800 տոննա։ Գործարանը ունի 240 աշխատակից, առաջիկա 3 տարում նախատեսվում է այդ թիվը ավելացնել, գերազանցելով 500-ը։ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում գործարանի այցելությունից տեսանյութ է հրապարակել կից գրառմամբ, որ Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանը արդեն աշխատում է։ Աշխարհի տարբեր երկրներ շարունակում են կարևորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շրջբանակցությունների ավարտը։ Մանրամասները ռեպորտաժում։ Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցնում է, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման եւ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ պնդում է, թե խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Այդուհանդերձ միջազգային արձագանքներում լավատեսությունը շարունակվում է։ Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առիթով։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքեջում հրապարակված հայտարարությունում։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը, համաձայն ավելի խաղաղ աշխարհի նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության պայմանագրի ստորագրման եւ ավերացման Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է։ Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների արդյունքները ողջունելով Մոսկվան հաստատել է իր այն առաջարկը, որ պատրաստ են ռուսական հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Աջակցում ենք հայ-ադրբեջանական լիարժեք եւ համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-ից 2022 թվականների եռակողմ համաձայնագրերով։ Նպատակ ունենք ցուցաբերելու ցանկացած աջակցություն խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացման եւ Բաքվի եւ Երևանի միջև մնացած խնդիրները լուծելու համար, այդ թվում խաղաղ համաձայնագրի ստորագրման համար, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ընդհանուր սահմանի սահմանազատման եւ հումանիտար հարցերի հետ կապված գործընկերների համար ընդունելի չափով եւ ձևով։ ՀԱՊԿ-ն եւս ողջունելով խաղաղության միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցումը, հույս է հայտնել, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի։ Ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում խաղաղության եւ կայունության համար։ ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, հույս հայտնելով, որ պայմանագիրը շուտով կստորագրվի եւ կվավերացվի։ Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը եւ անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը եւ ավերացմանը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում եւ կարեւոր նպաստ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար, համոզված է Ղազախստանը։ Վստահ ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ պատմական այս փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ բարգավաճման ապահովման ուղղությամբ։ Ղազախստանի Հանրապետությունը վերահաստատում է իր ամուր աջակցությունը երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու ջանքերին, նպատակ ունենալով հաստատել կայուն խաղաղություն։ Բրազիլիան էլ Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել է հետամուտ լինել դիվանագիտությանը եւ երկխոսությանը, որպես կայուն խաղաղության ճանապարհ։ Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որն իրագործվելուց հետո կվերականգնի խաղաղությունը երկրների միջև եւ կկարգավորի երկկողմ հարաբերությունները։ Ակնկալում ենք, որ խաղաղության պայմանագրի գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ։ Խորվաթիան այս առիթով նշել է, որ երկու կողմի երկխոսությունը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն։ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպը շնորհավորելով Հայաստանին եւ Ադրբեջանին X-ի միկրոբլոգում այս քայլը համարել է շատ հուսադրող։ Նա նշել է, որ պայմանագրի ստորագրումը էական նշանակություն կունենա տևական խաղաղության, տարածաշրջանային կայունության եւ բարգավաճման համար, եւ այն, որ Նիդերլանդները վճռականորեն աջակցում է այս գործընթացին։ Տիգրան Հակիմյան, Հորիզոն։
Սաուդյան Արաբիայի թագավորությունը եւս ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շրջբանակցությունների ավարտը եւ խաղաղության շուրջ համաձայնության ձեռքբերումը հույս հայտնելով, որ համաձայնագիրը կհանգեցնի կայունության եւ բարգավաճման նոր փուլի։ Այս մասին նշված է Սաուդյան Արաբիայի թագավորության արտաքին գործերի նախարարության X-ի էջում կատարված գրառման մեջ։ Նախարարությունը վերահաստատել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը այն ամենին, ինչը կամրապնդի միջազգային անվտանգությունը եւ կայունությունը եւ կապահովի զարգացման ու բարգավաճման համար նպաստավոր պայմաններ։ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը եւ Թալին Յակուբյանը նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ են արել գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, ինչը կապահովի նաեւ իրական խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ամերիկայի հայկական համագումարի տարածած հայտարարության մեջ նամակի հեղինակները նաև հիշեցրել են հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը վերականգնելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը, մատնանշելով, որ իրական խաղաղության հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ գերիները եւ ռազմագերիները ազատ չեն արձակվել Բաքվի կողմից։ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները նաև ընդգծել են, որ պետք է լինեն անվտանգության ուժեղ երաշխիքներ, ինչպես նաև ծանր հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի այս համաձայնագիրը։ Համանախագահները հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի էթնիկ զտումները մնում են չլուծված հումանիտար ճգնաժամ եւ իրենց նամակում շեշտել են, որ հայերի իրավունքները եւ կարգավիճակը պետք է լուծվեն եւ նրանց վերադարձի հիմնարար իրավունքը պետք է երաշխավորվի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքում իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման առաջնորդին ոչնչացնելու մասին։ Նա նշել է, որ գործողությունը իրականացվել է Իրաքի կառավարության եւ Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ համագործակցությամբ։ Միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ Ուկրաինական կողմի հետ հրադադարի պայմանագիր ունենք, փորձում ենք համաձայնության հասնել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շերել Աքինսոնին տված հարցազրույցում։ Մենք նրա հետ աշխատում ենք եւ ես կարծում եմ, որ ամեն ինչ բավական լավ է ընթանում, իրավիճակը բավական բարդ է։ Սա սարսափելի արյունալի պատերազմ է, կարծում եմ առայժմ ամեն ինչ լավ է ընթանում։ Երկուշաբթի մի փոքր ավելին կիմանանք։ Լրագրողը նախագահին հիշեցրել է պատերազմը 24 ժամում ավարտելու խոստման մասին։ Թրամփի խոսքերով մի քիչ կատակում էր այդ ժամանակ։ Միևնույն ժամանակ նա մնում է նույն համոզման, որ ի վերջո կկարողանա վերջ դնել պատերազմին։ Հարցին ինչ կլինի, եթե Ռուսաստանը չհամաձայնի կրակի դադարեցմանը, Թրամփը նշել է, որ այդ դեպքում աշխարհին վատ լուրեր են սպասվում։ Իր շուտ սոցիալական հարթակում էլ Սպիտակ տան առաջնորդը գրել է, որ իր վարչակազմը արդյունավետ քննարկումներ է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում նա կոչ արել ապահովել Ռուսաստանի Կուրսկի շրջանում ենթադրաբար շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինվորների անվտանգությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ծանոթացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կուրսկի մարզում շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինվորների կյանքը խնայելու առաջարկին։ Այս կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ուկրաինացի զինյալները բազմաթիվ հանցագործություններ են կատարել ներխուժման գոտում քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Այդ գործողությունները ըստ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համարվում են ահաբեկչություն։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք նախագահ Թրամփի կոչը առաջնորդվել մարդասիրական նկատառումներով այս զինծառայողների նկատմամբ։ Ցանկանում եմ ընդգծել, եթե նրանք զենքը վայր դնեն եւ հանձնվեն, կերաշխավորենք նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը։ Անվտանգության խորհրդի անդամների հետ Ռուսաստանի նախագահը քննարկել է նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման հարցը։ Գիտենք, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը նախագահ Թրամփի գլխավորությամբ անում է ամեն ինչ վերականգնելու գոնե այն, ինչ մնացել է ամերիկյան նախորդ վարչակազմի ոչնչացրածից։ Այս գործընթացը հեշտ չէ, ընդհանուր առմամբ տեղից շարժվում ենք։ Կուրսկի մարզում զարգացումներին անդրադարձել է Վլադիմիր Զելենսկին, հայտարարելով ուկրաինական բանակի գործողության ավարտի մասին։ Իրավիճակը ներկայում շատ բարդ է։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել մեր մարտիկներին այդ գործողության համար։ Մեր բանակն իր խնդիրը կատարել է։ Առաջինը թույլատրել է ճնշումը Խարկովյան ուղղությամբ, հետո նրանք սկսել են իրենց զորքերը տեղափոխել արևելյան ուղղությունից։ Ես կարծում եմ, որ Պոկրովյան ուղղությամբ այժմ իրավիճակը կայուն է։ Զելենսկին այս հայտարարությունն արել է ուկրաինական բանակի վերահսկողության տակ գտնվող Կուրսկի մարզի Սուջա քաղաքի վերջնական գրավման մասին Մոսկվայի հայտարարությունից մեկ օր անց։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ
եվրոպական երկրները վտանգում են քաղաքակրթական ինքնասպանություն գործել, չկարողանալով վերահսկել իրենց սահմանները եւ սահմանափակելով քաղաքացիների խոսքի ազատությունը։ Եվրոպային սպառնում է քաղաքակրթական ինքնասպանություն, նրանք կամ չեն կարողանում կամ չեն ցանկանում վերահսկել իրենց սահմանները։ Դուք նաև տեսնում եք, որ նրանք սկսում են սահմանափակել իրենց քաղաքացիների ազատ խոսքը։ Նույնիսկ երբ այդ քաղաքացիները բողոքում են սահմանային ներխուժումների դեմ։ Հենց այս բողոքի տրամադրություններն էին, որոնք հանգեցրին Դոնալդ Թրամփի եւ մի շարք եվրոպացի առաջնորդների ընտրությանը։ Կանադայի լիբերալ կուսակցության նոր առաջնորդ եւ Կանադայի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։ Երթման արարողությունից հետո նա հայտարարել է, որ իր երկիրը հարգում է Միացյալ Նահանգներին եւ նախագահ Թրամփին, սակայն Կանադան չի միանա Միացյալ Նահանգներին։ Մենք երբեք ոչ մի ձևով եւ ֆորմատով չենք լինի Միացյալ Նահանգների մասը։ Ամերիկան Կանադա չէ։ Մենք ամբողջովին տարբեր երկրներ ենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Կանադան պետք է դառնա ամերիկյան 51-րդ նահանգը։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը կարճատև դադար, որից հետո մենք վերադառնանք այլ տեղեկատվությամբ։ Եթերում հեռանկարն է։ Այս շաբաթվա իրադարձությունների առանցքում Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարություններն էին, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքը ավարտված է։ Բայց արդյոք այս պայմաններում կարելի է ասել, որ մոտ է ստորագրումը։ Այս եւ այլ հարցեր կքննարկենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Ղևոնդյան, մեր հրավերը ընդունելու համար։ Երկու կողմերը հայտարարություն արեցին, որ ավարտված է, բայց մտահոգությունները շատ արտահայտվեցին, թե ինչ գնով։ Ի վերջո ինչ գնով է հաջողվում սա ավարտին հասցնել։ Նախ նշեմ, որ այնպիսի տպավորություն է, թե Բաքուն չէր կարծում, որ Հայաստանը համաձայնություն կտա։ Այդպիսի տպավորություն առաջացավ նրանից, որ անմիջապես համաձայնությունից հետո նոր առաջարկներ, նոր նախապայմանների նման ինչ-որ բան լսեցին Բաքվից, կապված սահմանադրության փոփոխության հետ, կապված Մինսկի խմբի լուծարումը մինչև պայմանագիրը ստորագրելը կատարելու հետ եւ ընդհանուր առմամբ կան բավական հիմնավոր կասկածներ, արդյոք Ադրբեջանը պատրաստ է կարճ ժամանակ անց ստորագրելու այնինչ արդեն փաստացի համաձայնեցված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իսկ ընդհանուր առմամբ պետք է նշել, որ համաձայնությունը գոնե հետևելով վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի վերջին 2 օրերի խոսքերին, համաձայնությունը երկկողմանի է եւ համաձայնության արդյունքում Հայաստանը եւ Ադրբեջանը ունենալու են ինչ-որ մի փաստաթուղթ, որը խնդիրները չի լուծում, որը ընդամենը հնարավորություն է տալիս շարունակել աշխատել խնդիրների լուծման ուղղությամբ։ Այսինքն միակ լուծումը այստեղ շարունակությունն է, շարունակություն ապահովելն է երկու հարաբերություններում։ Ըստ ամենայնի լուծումը այստեղ ավելի շատ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխվստահության ինչ-որ մթնոլորտ, գոնե նվազագույն մթնոլորտ ապահովելն է, որի արդյունքում որ հնարավոր կլինի հարցերի վերաբերյալ հետագայում ավելի սերտ շփումներ ունենալ, ավելի ռացիոնալ կերպով փորձել դրանք լուծել։ Տեսեք, խոսվում է համաձայնագրում Հայաստանում եւ Ադրբեջանում կամ այլ երկրում, կարևոր չէ այս դեպքում, դիվանագիտական մարմիններ ստեղծելու մասին, այսինքն դեսպանատներ ունենալու մասին, ինչը ակնհայտորեն ավելի սերտ կդարձնի շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հիմա երկու կետում անհամաձայնությունները շատ էին, վերջը սա ցույց տվեց, որ երկու կետում էլ որ համաձայնություն եղել է եւ ըստ այդմ տեքստը ավարտված է։ Այդ երկու կետերը վերաբերում էին դրանցից մեկը վերաբերում էր դատական հայցերի հետ կանչմանը, երկրորդը վերաբերում է երրորդ ուժին։ Դատական հայցերին անդրադառնալով, ինչ է տեղի ունենալու, օրինակ, եթե դատական հայցերը պետական մակարդակում հետ են կանչվում, իսկ արդեն կայացված այդ միջանկյալ վճիռների հետ կապված ինչ է լինելու։ Այն վճիռները, որոնք միջանկյալ են եւ որոնք ենթադրում են, որ հետագայում պետք է դատավարությունը շարունակվի, ըստ ամենայնի իրավական գործընթացը կավարտվի հետ կանչմամբ։ Այն վճիռները, որոնք որ ունեն նշանակություն արդեն անբեկանելի, ես կարծում եմ կլինեն այդպիսի վճիռներ, այդ վճիռները արդեն ուժի մեջ են մտել, այնպես որ դրանց վերաբերյալ հետագայում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն կարող գործողություն ձեռնարկել։ Կարծում եմ սա ավելի շատ իրավական հարց է, բայց առաջին տպավորությունն այն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մինչեւ ստորագրելու պահը եղած հարցերով միմյանց նկատմամբ իրավական
որևէ խնդիր չեն ունենալու։ Սա պետական մակարդակում, սա չի վերաբերում օրինակ մասնավոր հայցերին։ Ոչ, չի վերաբերում մասնավոր հայցերին, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները օրինակ կարող են հայցերով դիմել եւ արդեն կան ներկայացուցիչներ, ովքեր դիմել են, այդ գործերը շարունակվելու են, դրանց վերաբերյալ գուցե ստանանք վճիռներ։ Ինչ վերաբերում է երրորդ ուժին, միանգամից հասկացվեց, որ դա խոսք վերաբերում է Եվրամիության դիտորդներին։ Արդյոք երրորդ ուժը, այդ ուժ հասկացությունը հենց այդ քաղաքացիական առաքելությունն է։ Տեսեք, իմ պատկերացմամբ այստեղ կա 3 շերտ։ Առաջին շերտը հենց ձեր ակնարկածն է, արդյոք ուժ ասելով մենք կարող ենք հասկանալ Եվրամիության դիտորդներին, որովհետև ի վերջո քաղաքացիական առաքելությունը կարող է չդիտարկվել որպես ուժ, այլ դիտարկվել որպես հյուր։ Օրինակ, հյուր, որին ուղեկցել են ինչ-որ մի հատված Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ինչ-որ գործառույթներ են իրականացնում համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության հետ։ Եթե այդպիսին չէ տրամաբանությունը գործընթացի եւ եթե Հայաստանը դիտարկում է իսկապես նրանց այս կետի շրջանակներում, այստեղ գալիս է երկրորդ շերտը, ինչը նշանակում սահման, որովհետև այնտեղ նշված է, որ սահմանին պետք է չգտնվեն երրորդ ուժի ներկայացուցիչներ։ Ի վերջո սահմանը այդ Հայաստանի եւ Ադրբեջանի հատման կետից 1 կիլոմետր հեռավորության վրա 2, 3, 5 քանի կիլոմետրն է համարվում սահման։ Չի կարող սահմանից մինչև Երևան, այդ շփման կետից մինչև Երևան համարվել սահման եւ այս տրամաբանության մեջ գուցե Եվրամիության դիտորդական առաքելությունը շարունակի իր աշխատանքը այսպես կոչված սահմանից դուրս, այսինքն եթե սահմանը մենք որոշում ենք կամ բանակցում ենք կամ միջազգային, ես չգիտեմ, իրավական առումով ինչ տարածությունն է համարվում սահման, դրանից դուրս, ապա դիտորդները կարող են ուղղակի չհատել այդ կետը եւ այլ հատվածից շարունակել իրենց գործառույթները իրականացնել։ Եվ ի վերջո երրորդ շերտը դա այն է, որ դիտորդական առաքելությունը միայն դիտում չի իրականացնում, նրանք ունեն տեղեկություններ հավաքագրելու գործառույթ, այդ տեղեկությունները փոխանցելու գործառույթ Հայաստանի Հանրապետության պաշտոնական մարմինների հետ համագործակցելու գործառույթ եւ այլն, բազմաթիվ գործառույթներ ունեն, որոնք իհարկե այդպես ամբողջանում են դիտորդական կոնկրետ գործառույթի հետ, դիտելու գործառույթի հետ, բայց դրանք նաեւ գործողություններ են, որոնցից շատերը կարելի է իրականացնել չգտնելով անմիջապես դեպքի վայրում։ Այսինքն նրանք կարող են տեղակայվել շրջկենտրոններում, նրանք կարող են տեղակայվել ավելի թիկունքային հատվածներում, չիրականացնել այդ երթերը, որոնք այժմ անում են սահմանի երկայնքով, բայց տեղեկություն հավաքագրել շրջկենտրոններում որոշ դեպքերում համագործակցելով սահմանապահ ծառայությունների հետ, որոշ դեպքերում լինելով շրջկենտրոններում եւ այդտեղ իրավիճակը ուսումնասիրելով եւ այլն։ Այսինքն այստեղ բազմաթիվ են հնարավորությունները, որոնցից պետք է փորձել օգտվել։ Դուք հիշատակեցիք, որ Ադրբեջանը ըստ ամենայնի հույս ուներ, որ Հայաստանը չի համաձայնի եւ ըստ այդմ, այո, այլ կերպ ասած, կարծես թե կողմերն ուզում են մեկը մյուսի վրա գցել սխալ անելու գործառույթը, օրինակ։ Բայց իրականում Ադրբեջանի ցանկությունը որն է։ Ի վերջո որն է նրա մեծ ակնկալիք։ Դեռևս նրանք ձգձգում են, այդ ձգձգելը կապված է աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ Կար ժամանակ, երբ բավական լուրջ հույսեր ունեն եւ օրինակ իրենց փորձագիտական դաշտը ուսումնասիրելիս այդ տարբերությունը նկատվում է մինչև նոյեմբեր ամիսը եւ նոյեմբեր ամսից հետո նրանք բավական լուրջ հույսեր ունեին, որ Թրամփի կողմից Միացյալ Նահանգների նախագահ երկրորդ անգամ ընտրվելուց հետո ազատություն են ստանալու, Թրամփը գալու է եւ թույլ է տալու ուժեղին իր ուժերի իրավունքը իրացնել այնպես ինչպես նա ցանկանում է, իսկ քանի որ այս պահին Հայաստան-Ադրբեջան հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի է, այսինքն այլ խոսքով ուժերը իրենք են, իրենք կարողանալու էին ինչպես ցանկանան, այնպես լուծեն այս հարցը։ Հայաստանի ստիպեն զիջումների գնալ, ել ավելի շատ հարցերում ստիպեն արտադրածքային միջանց տրամադրել եւ այլն։ Բայց նոյեմբերից հետո փոխվեց այս խոսույթը, որովհետեւ Թրամփի գալուստը նշանավորվեց ոչ թե նրանով, որ նա թույլ տվեց ուժերներին իրենց ուժը իրացնել, այլ նա խոսեց այն մասին, որ միակ ուժը ես եմ, միակ ուժը Միացյալ Նահանգները, մնացած բոլորդ պետք է նայեք ինձ եւ ես կորոշեմ, թե որտեղ ով ինչ կարող է անել։ Այսինքն ոչ թե ուժերներին հնարավորություն տվեց, այլ եկավ եւ ասաց, որ ուժերներ չկան, կամ մեկ ուժեղ, այդ մեկ ուժերը ես եմ։ Այսպես շատ պարզեցրած իհարկե։ Այսօր Ադրբեջանը կարծես թե փորձում է ձգձգել գործընթացը, հասկանալ թե այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակը ուր է գնում եւ այդտեղ ինչին կարելի է ավելի շատ ձեռք գցել եւ ավելի շատ ստանալ։ Ես ենթադրում եմ, որ այստեղ միտում կա
Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների հնարավոր նորմալացման դեպքում Ադրբեջանի համար նոր դիվիդենդներ քաղելու։ Հիմա արդեն հայտարարություններ եղան եւ Միացյալ Նահանգներից եւ Եվրամիության տարբեր անդամ երկրներից, ինչպիսին է Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Ես ավելացնեմ Չինաստանից հայտարարություն եղավ, ՆԱՏՕ-ից հայտարարություն եղավ, կարծես թե այս հայտարարությունները խոսում են այն մասին, որ միջազգային հանրությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը ի վերջո ստորագրեն այս համաձայնությունը, բայց շատ ավելի կարևոր է իմ նախորդ հարցին ձեր տված պատասխանի համատեքստում, շատ ավելի կարևոր է Տրամպի վերաբերմունքը, անձամբ իր վերաբերմունքը, որովհետև մենք Ռուբիոից ենք լսել հայտարարություն, բայց Տրամպի կողմից անձամբ հայտարարություն չի եղել, որովհետև կա ենթադրություն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ համաձայնության ստորագրումը Տրամպը կարող է որդեգրել, այսպես ասենք, ճակերտներում իհարկե, եւ այս օրինակի վրա ցույց տալ, որ նա հաջողության պատմություններ է կերտում։ Եկեք հիշենք, որ ընդամենը օրեր առաջ հայտարարում էր, որ 50 օրում 50 հաղթանակ է նա կարողացել ձեռք բերել եւ գործընթացը շարունակվում է։ Սա մեկ գործառույթ է, գործողություն է, որը կարելի է ներկայացնել որպես այդ հաղթանակներից մեկը։ Այդ որդեգրումը որպես երաշխավոր, թե որպես ֆասիլիտատոր։ Ես ճիշտ ասած չգիտեմ, թե Միացյալ Նահանգների ղեկավարությունը, այս դեպքում ոչ միայն Տրամպը, այլ նաև ընդհանուր առմամբ ղեկավարությունը, որ տարբերակը ավելի քիչ պատասխանատու եւ ավելի քիչ ծախսեր ենթադրող կհաշվի, որովհետև Տրամպը փորձում է բոլոր գործողություններում հնարավորինս քիչ պատասխանատվություն վերցնել եւ ծախսեր չանել, եթե հնարավոր է կամ անել նվազագույն։ Բնականաբար դա դիտարկվում է նաև ընդհանրապես տարածաշրջանում ունեցած իրենց շահերի հետ։ Տարածաշրջանում կան արդյոք շահեր, որոնք այս պահին կարող են Միացյալ Նահանգների, այսպես ասած, շահերից բխել, նույն հաղորդակցությունները եւ այլն, եւ հենց այդ համատեքստում դառնալ երաշխավոր, որպեսզի տարածաշրջանը կայուն լինի։ Մեկ բանի մասին ես արդեն ասացի, սա ոչ թե Միացյալ Նահանգների, այլ անձամբ Տրամպի շահն է, որպես հաջողության պատմություն ներկայացնելը, բայց եթե ավելի գլոբալ դիտարկենք իրավիճակը, հիմնական շահը կարող է լինել Չինաստան-Եվրոպա երթուղին, որի ամենակարճ, ամենահարմար ճանապարհը դա հարավային Կովկասով անցնող ճանապարհն է։ Մենք գիտենք, որ հյուսիսային ճանապարհի հետ կապված հիմա խնդիրներ կան ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, բայց նույնիսկ եթե այդ խնդիրները չլինեն, այդ ճանապարհը ավելի երկար է, քան հարավային Կովկասով անցնողը։ Ծովով ճանապարհը շատ ավելի երկար է, կրկնագից ավելի երկար է ժամանակի առումով, քան հարավային Կովկասով անցնողը, եւ Միացյալ Նահանգները կարող է ցանկանալ մաս կազմել այդ Չինաստան-Եվրոպա հաղորդակցության։ Մենք գիտենք, որ ասիական երկրներից ավելի շատ գալիս է հումք եւ եվրոպական երկրներից եւ ընդհանուր առմամբ արևմուտքից ավելի շատ հետ են գնում տեխնոլոգիաներ։ Սա ոչ միայն ճանապարհի մասին է, սա նաեւ հաղորդակցությունների այլ ոլորտների մասին է, էներգետիկայի մասին է, էներգակիրների մասին է եւ այլն։ Եվ ոչ միայն Չինաստանն է այստեղ ասիական երկրների, իհարկե հիմնականում Չինաստանն է, բայց ոչ միայն Չինաստանն է գլխավոր ուղղությունը, այստեղ կան նաև բազմաթիվ այլ երկրներ, ընդհուպ մինչև Ճապոնիա ճանապարհը, թեև Ճապոնիայի ճանապարհները մի փոքր այլ կերպ են անցնում, բայց սա եւս կարող է հետաքրքիր լինել։ Հնդկաստանի դերը այստեղ շատ կարևոր է, Հնդկաստան-Իրան-Հայաստան ճանապարհով առաջին հերթին, որը խաղաղության խաչմերուկի տրամաբանությունում կարող է լինել այդ միջին միջանցքի համալրող մաս, այսինքն տեսեք այս երկու ճանապարհները, եթե այսպես տարածական ենք փորձում դիտարկել, մեկը մյուսին հատում են եւ զուգահեռ չեն, բայց միմյանց կարող են համալրել, որովհետեւ խաչմերուկի տրամաբանությունը հենց այդ է, որ ուղիները կարող են լինել ոչ միայն ուղղահայաց, այլ նաեւ կարող են խաչվել, կարող են վերև, ներքև, աջ, ցախ բոլոր ուղղություններով շարժվել։ Հայաստանի վարչապետը նաև հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի նախագահի հետ։ Ռուսաստանի դերակատարումը այս գործընթացում ինչպիսի փոփոխության է ենթարկվում։ Եկեք ուշադրություն դարձնենք, որ Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը կապված է ենթակառուցվածքների հետ։ Ես կասկածներ ունեմ, որ խաղաղության պայմանագրից ենթակառուցվածքների մասը հանելու մի մեծ պատճառ Ռուսաստանի հետաքրքրությունն է, որովհետև եթե մյուս կետերի վերաբերյալ կարելի է համաձայնություն ձեռք բերել Ռուսաստանի նվազագույն մասնակցությամբ, որոշ դեպքերում նույնիսկ բացակայությամբ, ապա ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը մինչև վերջ իր շահերը փորձելու էր առաջ տանել, եւ այս հարցում համաձայնությունը կարող էր տարիներ տևել կամ կարող էր ընդհանրապես համաձայնություն չկայանալ, եւ այդ պատճառով հավանաբար ենթակառուցվածքների մասը դուրս հանվեց այն ենթադրությամբ, որ
եթե համաձայնությունը լինի այս 17 կետերի շուրջ, որը արդեն տեսնում ենք, որ կա, եւ եթե ստորագրվի այդ համաձայնությունը, գուցե դա ազդեցություն ունենա հետագայում ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի վրա եւ հնարավոր լինի այսպիսով որոշակիորեն առաջընթաց ունենալ նաեւ այս կետում, ունենալով օրինակ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ մնացած կետերի վերաբերյալ եւս ունենալով համաձայնություններ։ Ես կարծում եմ այս իրավիճակում Ռուսաստանի ազդեցությունը ահռելի է հենց նշված ուղղությամբ եւ ամենայն հավանականությամբ Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցում խոսք է գնացել հատկապես ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ գործընթացների մասին, որտեղ մենք իրականում ունենք լճացում, որտեղ մենք դեռևս առաջընթաց չունենք։ Մի քանի ամիս առաջ, երբ խոսում էինք այս խաղաղության պայմանագրի փաստաթղթի մասին, որ հնարավոր է այս տեսքով ստորագրել, հետևյալ միտքը առաջ քաշվեց փորձագետներից մեկի կողմից, որ սա ըստ էության իրար վրա չհարձակվելու այսպիսի պայմանավորվածություն է։ Բայց մենք երեք տեսանք Ալիևի հայտարարությունները, որ ահա մեղադրում է Հայաստանին, թե նրանք պատերազմի են պատրաստվում։ Արդյոք այս փաստաթուղթը, եթե ստորագրվի, հնարավորություն կունենա կանխելու նման ռազմական գործողություններ։ Եկեք իրատես լինենք, որևէ փաստաթուղթ, որևէ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն երաշխիք լինել չի կարող։ Երաշխիքներ այսօրվա միջազգային հարաբերություններում գոյություն չունեն։ Ընդհանրապես դա կարող է նվազեցնել ռիսկերը եւ եթե այս համաձայնությունը ստորագրվի, ակնհայտորեն ռիսկերը կնվազեն։ Բավականին կնվազեն, ընդ որում ես ասեմ։ Բայց խոսել այն մասին, թե Ադրբեջանը չի հարձակվելու մեզ վրա, ես կարծում եմ դա իրատեսական չէ, որովհետև ցանկացած պահի, եթե Ադրբեջանը կունենա շարժառիթ եւ կգտնի, որ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում կարող է ինչ-որ բան ստանալ, որը հետագայում կարող է նաև լեգիտիմացնել, որովհետև օրինակ կարելի է հարձակվել, վերցնել միջանցքը, բայց այն որևէ մեկի կողմից չընդունվի եւ չկարողանալ այն օգտագործել։ Այդ դեպքում ինչի համար հարձակվել։ Այսինքն, եթե կգա այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կհավաստիանա, որ կարող է հարձակվել, ինչ-որ բան վերցնել եւ հետագայում դա օգտագործել, որովհետև փաստաթուղթ իրեն չի խանգարելու։ Այստեղ այլ հարց է, որ այդ փաստաթուղթը այս պահին ռիսկերը նվազեցնում է, այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս հետագայում շարունակել աշխատել տարբեր ուղղություններով, այդ թվում ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս Հայաստանին օրինակ շարունակել զինվել եւ Ադրբեջանի կողմից դրա վերաբերյալ գործողություններ, դրան դեմ գործողությունները խափանել, թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը աշխատի դրա դեմ եւ այլն, այսինքն այս փաստաթուղթը նվազեցնում է ռիսկերը եւ ոչ թե երաշխիք է եւ ես ցանկանում եմ մեկ հավելում եւս անել, ես կանխատեսում եմ, շատ մեծ է հավանականությունը, որ նույնիսկ երբ փաստաթուղթը ստորագրվի, վավերացվի եւ արդեն գործի, Ադրբեջանը շատ արագ ժամանակ առ ժամանակ իհարկե, բայց շատ արագ սկսելու է մեղադրել մեզ փաստաթղթի որոշ կետեր խախտելու մեջ։ Անկախ նրանից մենք դա կխախտենք թե ոչ, սա եւս մեկ գործիք է դառնալու, որի միջոցով որ Ադրբեջանը փորձելու է Հայաստանին ապակառուցողական ներկայացնել, ինչը կարծում եմ նորմալ է, մենք պետք է սովորենք ապրել այդ պայմաններում եւ մենք ինքներս էլ պետք է սովորենք նույն կերպ վարվել։ Հիմա Ադրբեջանը երբ խոսում էր սահմանադրության մասին եւ Մինսկի խմբի մասին, ըստ էության այս հարցում կարծես թե Հայաստանը որոշակի փոփոխություններ անում է, գուցե ոչ Ադրբեջանի պահանջով, բայց սահմանադրության փոփոխություն անելու է, մինչ այս սահմանադրական դատարանի որոշումը կար, որը ասում էր, որ որևէ նկարտումներ այլ տարածքների նկատմամբ չկան եւ այլն։ Եվ Մինսկի խմբի հարցում եւս մենք լսել ենք վարչապետի հայտարարությունը։ Հիմա արդյոք սրանք վերջինն են Ադրբեջանի կողմից, ինչպես դուք ասացիք, հնարավոր է, որ նաև այլ բաներում փորձի մեղադրել։ Տեսեք, ես կարծում եմ, որ եթե նպատակահարմար լինի Ադրբեջանի ստորագրել համաձայնությունը, Ադրբեջանը ոչ սահմանադրության մասին, ոչ Մինսկի խմբի լուծման մասին չի խոսի։ Այսինքն սրանք ոչ թե պահանջներ են Հայաստանի ներկայացված, որոնք որ պետք է անպայման կատարել, որպեսզի նրանք ստորագրեն, այլ սրանք հնարավորություններ են Ադրբեջանի համար դեռևս չստորագրել այդ համաձայնությունը։ Եթե առանձին վերցնենք Մինսկի խմբի հարցը, Հայաստանը պատրաստ է ցանկացած ժամանակ լուծել եւ փառք Աստծո, որովհետեւ Մինսկի խումբը իմ գնահատմամբ սխալ ձևաչափ է եղել եւ Մինսկի խմբի լուծարումը նաեւ Հայաստանի շահերից է բխում հենց Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համատեքստում եւ Սահմանադրության հարցը, այո, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ սահմանադրությունը փոխելու մտադրություն ունեն, բայց դա Հայաստանի իշխանություններից կախված չէ եւ հնարավոր է, որ տեսականորեն, որ Հայաստանի ժողովուրդը տասնյակ տարիներ համաձայնություն չտա ցանկացած սահմանադրության փոփոխության։ Դա ինչ է նշանակում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը տասնյակ տարիներ շարունակելու են չունենալ հարաբերություններ, սա խելամիտ չէ։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Ռոբերտ Ղևոնդյանն էր։